Ներելը ազատ արձակել եւ ազատ արձակվել է։ Խորհրդածությունը կապված է Վաղինակ Պարտաբեկ Մերոյանի «Ես եմ ջամբան, ճշմարտությունը եւ կյանքը» գիրքեն։ Աննորամիտ մարդը ոչ միայն իր նմանը կգաբե եւ կաշխանթե, այլև ինձինք։ Զուր դեր չէ որ Մատթեոսի ավետարանի մեջ դերը գսե, ինչ որ գաբեք երկրի վրա կապված պիտի լա երկնքի մեջ, եւ ինչ որ արձակեք երկրի վրա արձակված պիտի լա երկնքի մեջ։ Երբ կներեք մեկումը, որ մեզի դեմ հանցանք գործած է եւ մեր սիրտը խորապես վիրավորած է, ազատ արձակած կլանք զինք եւ մենք զմեզ։ Ինչպես ազատ չարձակվող պանդարգյալը չի կնար իր ազատությունը առնել, այնպես ալ մեր կողմէ չներված մարդը չի կնար ազատ եւ հանգիստ զգալ։ Պետք է նկատի առնել, սակայն, որ չներելը, որքան անհանգիստ եւ պանդարգված վիճակի մեջ կբահե մեր եղբայրը, նույնքան անհանգիստ եւ պանդարգված վիճակի մեջ կբահե մեզ։ Ներող մարդը մնայուն գերբող խաղաղությամբ համակված կլա։ Ան որ գմերժե ներել, միշտ բրգված եւ լարված, միշտ կրկրված եւ խռովված վիճակի մեջ կլա։ Չներող մարդը ոչ միայն ինք անձնապես խռովությամբ լի կլա, այլ նաեւ իր ներկայությունը խռովություն դարածող ներկայություն կլա։ Ինչ ցավալի երևույթ է հանդիպիլ այնպիսի քրիստոնյաներու, որոնք քիչ մնախանցի համար, չնչին հաշիվներով համար գզելանան ներում շնորհել իրենց եղբոր կամ կրոջ։ Այսպիսի մարդոց սրտի մեջ ադելության մաղցը ավելի մեծ է, քան Քրիստոսի սերը։ Այսպիսիները գտնավորեն իրենց կյանքը եւ իրենց նմաններուն կյանքը։ Ոչ իրենց անձերուն հանգիստ կշնորհեն եւ ոչ այլ ուրիշին։ Այսպիսիներ ադելը ավելի թյուրին կգտնեն, քան սիրելը։ Կինախնդիրը լալը ավելի հաճելի կնկատեն, քան ներողամիտ ըլլալը։ Այսպիսիներուն համար ներողամտությունը բարդության նշան է, ահա թե ինչու չեն ուզեր ներել։ Մեկը, որուն սրտի մեջ Քրիստոսի շնորհքի լույսը չեզակած ոչ միայն չուզեր ներել, այլև չի գնար ներել իր նմանին։ Աստուծո կողմէ մեր կործած մեղքերուն համար կավություն ստանալը անբացատրելի խաղաղությամբ կլեցնե մեր սիրտը։ Նման խաղաղությամբ լեցված մարդը չի գնար չներել։ Աստուծո կողմէ ներված մարդը սիրով եւ ուրախությամբ կներե իր հագարագործներուն։ Ան որ չի ներել իր եղբոր, ապացուցած գլա, որ ինք Աստուծո կողմէ ներում չէ ստացած եւ հետեւաբար Աստուծո զավակ չէ։ Աստուծո զավակը դարձած մարդը իր նմանը եղբայր եւ քույր կնկատե եւ ոչ թե մրցակից եւ ճշնամի։ Ներողամտությունը լավագույն ջամփան է ճշնամի բարեկամի վերածելու։ Ինչպես մեկը չի գնար գրագին վրա քարյուր ներելով գրագը շիչեցնել, այնպես ալ ոչ ոք կնա ճշնամին ճշնամությունը ընելով վերջ տնել ճշնամության։ Ճշնամությունը ճշնամության փոխարինող մարդը գնամանե անոր, որ գործե ածուխով մուրին սևությունը մաքրել։ Վերջ տնելու համար ճշնամության պետք է սկիզբ տնել բարեկամության։ Ճշնամին չներող մարդը ճշնամին հավասարած կլա։ Խորքի մեջ չներող մարդը Քրիստոսի է, որ ճշնամություն հրած կլա, որովհետև պակած կլա այն ջամփան, որ գրնա մեղավոր մարդը առաջնորդել Քրիստոսի։ Երբ ներողամտություն, ազնվություն եւ քաղցրություն կցուցաբերենք մեզ չսիրողներուն նկատմամբ, արիթ մտված գլանք իրենց ճանչնալու Քրիստոսի սերն ու քաղցրությունը։ Բացմությունը գվգա է, որ անհաշիվ թիվով մարդիկ դարձի եկած են Քրիստոսի բարձրապես որովհետև հանդիպած են ներողի մոտ։ Հիշեցեք Քրիստոսի խաչակից եղող աճագողմյան ավազագին բարական։ Ան ագանադես եւ ագանչալուր եղած էր, թե ինչպես Քրիստոս կխնդրեր իր հորմեն ներել անոնց, որոնք զինք խաչեցին։ Ավազագին սիրտը ջմլվեցավ, երբ Քրիստոսի մոտ այնքան ներողամտություն տեսավ եւ իսկույն դարձի եկավ։ Հաճախ ասված է, որ բեհանցն մարդը չի գնար չներել։ Վերածնած քրիստոնյա մարդը սակայն պետք է ներե ոչ թե որովհետև իր բեհանցությունը այդ է, որ կբահանջի իր մեն, ոչ թե որովհետև իր հոգին խաղաղությունը այդ է, որ ունել գտելատրե իրեն, այլ որովհետև Աստված Քրիստոսի միջոցով ներած է իր անհամար մեղքերը։ Աստուծո ներումին արժանացած մարդը, եթե չներե իր նմանին, որը Քրիստոսի կողմէ պիտի լսի հետևյալ խոսքը. «Չար ծառա, ամբողջ բարգերը չնորեցի քեզի, որովհետև աղաչեցիր ինձի։ Պետք չէր որդունալ ողորմե իր ընկերոջը, ինչպես որ ես քեզի ողորմեցա»։ Աստուծո ողորմությամբ բրգվածներուն երբեք չի վայելել անողորմ լալ։ Մեր անողորմությունը զաստված եւս անողորմություն կմեղե։
Ահա թե ինչու Քրիստոս կսե, եթե մարդոց չներեք իրենց անձանքները, ձեր հայրն ալ պիտի չներե ձեր անձանքները։ Այս խոսքը թող մեզի այն տպավորությունը չդա, որ Աստծո շնորհած ներումը պայմանավորված է մեր շնորհած ներումով։ Աստված գներե մեզի առանց սպասելու, որ մենք ներենք իրար։ Աստված գներե մեզի Քրիստոսի սիրուն եւ ոչ թե մեր ցուցաբերված ներողամտության սիրուն։ Բայց կարևոր է հիշել, որ եթե շարունակենք աններողամտություն սնուցանել մեր սրտերու մեջ, Աստված վերստին մի հարցանակրե մեր բարդամուրհակներու մեջ մեր բոլոր այն մեղքերը ու հանցանքները, որոնք չնչած են իր որդիի միջոցով։ Պողոս առաքյալ գսե, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզի, այնպես ալ դուք իրարու ներեցեք։ Պետք է անսահմանորեն ներենք իրարու, որովհետև Քրիստոս անսահմանորեն ներեց մեզի։ Չսենք, ինչպես ուրիշները գսեն, բաներ կան կներվին, իսկ բաներ ալ կան, որ չեն ներվիր։ Քրիստոսի սերը ունեցող մարդուն համար չկա մեղքը, որ չի ներվիր։ Հաջորդին պիտի անդրադառնանք ինգածը դատապարտելով զայն վերականգնել չենք կրնար նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանի միջև Ավետյան, ամեն։